Փակ դռների հետևում հանդիպելուց հետո տեսախցիկների առաջ Հայաստանի վարչապետն ու Միացյալ Նահանգների փոխնախագահը ստորագրում են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 9 միլիարդ դոլարի ներդրումներ է խոստանում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը Հայաստանին էներգետիկ ոլորտում, հայտարարում է, որ խոսքը մոդուլային ռեակտորների մասին է։ That means up to $5 billion. Սկզբնական 5 միլիարդ դոլարի մասին է խոսքը, երկրորդ փուլում եւս 4 միլիարդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է ստեղծում եւ Հայաստանի համար եւ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Ստեղծվելու են շատ աշխատատեղեր եւ Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի ու Միացյալ Նահանգների էներգետիկ համագործակցությունում, հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած երկարամյա աջակցության համար եւ պատրաստակամություն եմ հայտնել ել ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։ Փաշինյանը նշում է նաև, որ որպես հայ-ամերիկյան արդիվ գործընկեր զորավարժությունների շարունակություն VPAT տեսակի անօթաչուներ են ստանալու Ամերիկայից։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցություն ընդլայնելու համար։ Վենսը մանրամասնում է ռազմական համագործակցությունը, հայտնելով, որ հաստատել են Հայաստանին 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառքը, որովհետև Թրամփը վստահ է, խաղաղությունը այդպես է հնարավոր ապահովել։ Նախագահ Թրամփը լավ գիտի, լավագույն ձևը ապահովելու խաղաղություն, լավագույն տեխնոլոգիաների տարածումն է ու տեղակայումը։ Հիմա Միացյալ Նահանգները 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք են հաստատել Հայաստանի համար։ Խաղաղության ապահովմանն է միանում նաև Թրամփի ուղի ծրագիրը, նկատում է Վենսը։ Մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի ու էներգիայի հոսքի, աննախադեպ կապ կապահովի Հայաստանի ու հարևան երկրների միջև։ Ջեյ Վենսը ուրախ է, որ ինքն ԱՄՆ առաջին փոխնախագահն է, որ Հայաստան է եկել ու բացի դա նաև քրիստոնյա է եւ ուրախ է նաև, որ աշխարհի հնագույն քրիստոնյա պետություններից մեկում է։ Ես ինքս քրիստոնյա եմ ու գիտեմ այս երկիրը ինչ է նշանակում ամբողջ աշխարհի համար եւ այն կրոնի համար, որ մենք երկուսս դավանում ենք։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Վենսին իր ընտանիքի հետ Հայաստան այցելելու համար ու հայտնում, որ ընդունել է այս տարվա սեպտեմբերի 19-ին Վաշինգտոնում խաղաղության գագաթնաժողովի առաջին նիստին մասնակցելու Թրամփի հրավերը։ Ֆիլիպ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։